Պատկերացրեք, մի մարդ, որի անունը կապված է Երկրորդ համաշխարհային պատերազմի ամենամեծ ռազմական գործողությունների հետ, իսկ նրա թողած հետքերից մեկը մինչ այսօր պահպանվում է Հայաստանի Տավուշի մարզում։ Այդ մարդը Հովհաննես Բաղրամյանն է։ Բայց ինչպես, Չարթախլու գյուղում ծնված հայ տղան դարձավ Խորհրդային Միության մարշալ և պատերազմի ամենահայտնի զորահրամանատարներից մեկը, որտեղ սկսվեց նրա ռազմական ճանապարհը։ Ինչպես նա հասավ ամենաբարձր հրամանատարական պաշտոններին, ինչ դեր ունեցավ Երկրորդ համաշխարհային պատերազմի վճռորոշ փուլերում, և ինչու նրա անունը կապված է Բերդ քաղաքի Սորաններ դենդրոպարկում գտնվող մի ծառի հետ։ Այսօր Հայոց ալիքում միասին անցնելու ենք Հովհաննես Բաղրամյանի կյանքի ամենակարևոր ու հետաքրքիր էջերով՝ գյուղական մանկությունից մինչև մարշալի կոչում, պատերազմի դաշտերից մինչև խաղաղ տարիներ։ Հովհաննես Բաղրամյանը ծնվել է 1897 թվականի դեկտեմբերի 2-ին Ելիզավետպոլի նահանգի Չարթախլու գյուղում։ Չարթախլուն հետագայում հայտնի դարձավ նաև իր ռազմական ավանդույթներով։ Այստեղից դուրս եկան խորհրդային բանակի մի շարք հայտնի հայ հրամանատարներ, այդ թվում ապագա մարշալներ Հովհաննես Բաղրամյանն ու Համազած Բաբաջանյանը։ Բայց այդ պահին ոչ ոք չէր կարող պատկերացնել, թե այդ գյուղում ծնված տղայի անունը մի օր որքան հայտնի է դառնալու։ Երիտասարդ Հովհաննեսի կյանքը շատ վաղ կապվեց ռազմական ծառայության հետ։ 1917 թվականին նա ավարտեց Տիֆլիսի պրապորշիկների դպրոցը և սկսեց իր ռազմական ճանապարհը։ Առաջին աշխարհամարտի և դրան հաջորդած բարդ տարիների ընթացքում նա ձեռք բերեց մարտական ու հրամանատարական փորձ։ Բայց Բաղրամյանը չէր սահմանափակվելու միայն գործնական փորձով։ Նա շարունակեց կրթությունը և տարիների ընթացքում անցավ մի շարք կարևոր ռազմական դասընթացներ։ 1925 թվականին նա ավարտեց հեծելազորային հրամանատարական կազմի կատարելագործման դասընթացները, 1931 թվականին բարձրագույն հրամանատարական կազմի դասընթացները, 1934 թվականին ավարտեց Միխայիլ Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան, իսկ 1938 թվականին գլխավոր շտաբի ռազմական ակադեմիան։ Այս ամենը ցույց է տալիս մի կարևոր բան։ Բաղրամյանի հաջողությունները միայն պատահականության արդյունք չէին։ Նա տարիներ շարունակ սովորում էր ռազմական գործ, ուսումնասիրում ռազմավարություն և պատրաստվում ավելի մեծ պատասխանատվության։ Եվ այդ գիտելիքները շուտով պետք էին գալու ամենադաժան փորձություններից մեկի՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին։ 1941 թվական։ Եվրոպայում արդեն մոլեգնում էր Երկրորդ համաշխարհային պատերազմը, իսկ հունիսի 22-ին Գերմանիան հարձակվեց Խորհրդային Միության վրա։ Սկսվեց խորհրդային պատմագրության մեջ հայրենական մեծ պատերազմ անվանվող պատերազմի ամենածանր փուլը։ Խորհրդային բանակը հսկայական կորուստներ էր կրում, իսկ գերմանական զորքերը արագ առաջ էին շարժվում։ Բաղրամյանը պատերազմի սկզբնական շրջանում աշխատում էր բարձր մակարդակի շտաբային և հրամանատարական պաշտոններում։ Այստեղ հատկապես կարևոր էր նրա ռազմավարական մտածողությունը։ Նա պետք է կարողանար ոչ միայն գնահատել իրավիճակը, այլև կանխատեսել հակառակորդի հաջորդ քայլերը։ 1942 թվականին Բաղրամյանը նշանակվեց 16-րդ բանակի հրամանատար։ Պատերազմի այդ փուլում յուրաքանչյուր որոշում կարող էր փոխել ամբողջ ռազմաճակատի իրավիճակը։ Եվ հենց պատերազմի ընթացքում Բաղրամյանի հեղինակությունը սկսեց արագ աճել։ Նա հայտնի դարձավ որպես հրամանատար, որը մեծ ուշադրություն էր դարձնում գործողությունների նախապատրաստմանը, ուժերի ճիշտ դասավորմանը և հակառակորդի թույլ կողմերի օգտագործմանը։ Բայց նրա ամենամեծ փորձությունները դեռ առջևում էին։ 1943 թվականին Բաղրամյանը նշանակվեց առաջին մերձբալտյան ռազմաճակատի հրամանատար։ Այժմ նրա ղեկավարության տակ էին ոչ թե մեկ փոքր ստորաբաժանումներ, այլ հսկայական ռազմաճակատի ուժեր։ 1944 թվականը դարձավ նրա ռազմական կարիերայի ամենանշանակալի շրջաններից մեկը։ Խորհրդային բանակը սկսեց լայնածավալ հարձակողական գործողություններ, որոնց նպատակն էր ազատագրել գրաված տարածքները և հետ մղել գերմանական զորքերին դեպի արևմուտք։ Բաղրամյանի ղեկավարած զորքերը մասնակցեցին Մերձբալտիկայի և Բելարուսի ուղղությունների ծանր մարտերին։ Այս շրջանում նրա անունը ավելի ու ավելի հաճախ էր կապվում խոշոր ռազմական հաջողությունների հետ։ Պատերազմի ավարտին նրա հեղինակությունն արդեն հսկայական էր։ 1945 թվականի ապրիլի 11-ին Բաղրամյանին շնորհվեց Խորհրդային Միության մարշալի կոչում։ Նա նաև 2 անգամ արժանացավ Խորհրդային Միության հերոսի բարձրագույն կոչմանը։ Այսպիսով Չարթախլու գյուղում ծնված հայ երիտասարդը հասել էր Խորհրդային Միության ռազմական հիերարխիայի ամենաբարձր աստիճաններից մեկին։ Բայց Բաղրամյանի պատմությունը դրանով չէր ավարտվում։ Պատերազմից հետո Բաղրամյանը շարունակեց ծառայել խորհրդային զինված ուժերում։
Նա զբաղեցրեց բարձրագույն հրամանատարական պաշտոններ և շարունակեց իր գործունեությունը ռազմական ոլորտում։ Բայց Բաղրամյանի կյանքի պատմության մեջ կա նաև մեկ այլ, ավելի խաղաղ և մարդկային էջ։ Նա կապված էր Հայաստանի և հայ մշակույթի հետ։ Բաղրամյանը ճանաչում էր հայ մեծ նկարիչ Մարտիրոս Սարյանին, և նրանց միջև ձևավորվել էին բարեկամական հարաբերություններ։ Սարյանի տուն-թանգարանում պահպանվում է նաև Բաղրամյանի դիմանկարը։ Սակայն Հայաստանում նրա հիշատակի հետ կապված ամենահետաքրքիր պատմություններից մեկը մեզ տանում է ոչ թե թանգարան, այլ Տավուշ, ավելի կոնկրետ Բերդ քաղաք։ Այստեղ գտնվում է Սորաններ դենդրոպարկը։ Դենդրոպարկը հիմնադրվել է 1962 թվականին և զբաղեցնում է մոտ 62 հեկտար տարածք։ Այստեղ աճում են տարբեր ծառատեսակներ, և այս կանաչ տարածքը Բերդի կարևոր տեսարժան վայրերից է։ Բայց այդ բազմաթիվ ծառերի մեջ կա մեկը, որն առանձնահատուկ պատմություն ունի, և հենց այդ ծառի պատմությունն է մեզ կապում Հովհաննես Բաղրամյանի հետ։ Խոսքը Հովհաննես Բաղրամյանի տնկած մայրու մասին է։ Ըստ Տավուշի զբոսաշրջության զարգացման գործակալության ներկայացրած տեղեկության, Բաղրամյանը այդ ծառը տնկել է 1976 թվականի հոկտեմբերի 1-ին Բերդի Սորաններ դենդրոպարկում։ Պատկերացրեք այդ պահը։ 1976 թվական։ Բաղրամյանն արդեն մարշալ էր։ Նա անցել էր պատերազմների ծանր տարիների միջով, ղեկավարել էր հսկայական ռազմական ուժեր և դարձել էր Խորհրդային Միության ամենահայտնի հայ զորահրամանատարներից մեկը։ Եվ այդ մարդը գալիս է Տավուշ, Բերդ։ Այստեղ նա ծառ է տնկում։ Տարիները անցնում են, պատերազմի տարիները հեռանում են, բայց ծառը շարունակում է աճել։ Այսօր այդ ծառի մոտ տեղադրված է ցուցանակ, որը հիշեցնում է Բաղրամյանի կողմից այն տնկելու մասին։ Եվ այստեղ պատմությունը դառնում է հատկապես հետաքրքիր, որովհետև երբեմն պատմական հիշողությունը պահպանվում է ոչ միայն գրքերում, փաստաթղթերում կամ հուշարձաններում, երբեմն այն կարող է պահպանվել կենդանի ծառի միջոցով։ Հովհաննես Բաղրամյանի կյանքի վերջին տարիները անցան արդեն խաղաղ ժամանակաշրջանում։ Նա շարունակում էր մնալ խորհրդային ռազմական համակարգի հեղինակավոր դեմքերից մեկը, բայց 1982 թվականի սեպտեմբերի 21-ին նրա կյանքն ավարտվեց։ Բաղրամյանը մահացավ 84 տարեկան հասակում։ Նա թաղվեց Մոսկվայում Կրեմլի պատի մոտ։ Նրա մահից հետո անցան տարիներ, փոխվեցին ժամանակները, փոխվեց նաև այն պետությունը, որի բանակում նա ծառայել էր։ Բայց Բաղրամյանի անունը չանհետացավ։ Հայաստանում նրա անունով կոչվեցին փողոցներ և պողոտաներ։ Երևանում այսօր էլ կա Բաղրամյան պողոտան։ Նրա անունը կրող վայրեր ու հուշարձաններ կան նաև Հայաստանի այլ հատվածներում։ Սակայն Տավուշում նրա հիշատակը պահպանվել է մի փոքր այլ ձևով։ Այստեղ նրա հիշատակը կապված է ոչ միայն քարի կամ բրոնզի հետ։ Այն կապված է ծառի հետ, մի ծառի, որը տնկվել է նրա կյանքի վերջին տարիներին և մինչ այսօր շարունակում է հիշեցնել այդ այցի մասին։ Եվ այստեղ կարելի է կանգ առնել ու մտածել. ինչ է մնում մարդուց, երբ անցնում են տասնամյակներ։ Մեդալները կարող են պահպանվել թանգարաններում, փաստաթղթերը արխիվներում, հուշարձանները կարող են կանգնել քաղաքների հրապարակներում, բայց ծառը շարունակում է աճել։ Հովհաննես Բաղրամյանի դեպքում այդ ծառը դարձել է մի յուրահատուկ խորհրդանիշ։ Մի կողմից այն հիշեցնում է ռազմական պատմության մեծագույն էջերից մեկի հերոսին։ Մյուս կողմից այն ցույց է տալիս, որ մարդու թողածհետքը կարող է լինել նաև խաղաղ ու կենդանի։ Բաղրամյանի անունը կապված է հսկայական ռազմաճակատների, բանակների և ռազմական գործողությունների հետ, բայց նրա պատմության մեջ կա նաև մի փոքրիկ խաղաղ դրվագ, մի ծառ, որը նա տնկեց Տավուշում։ Եվ հենց այս հակադրությունն է պատմությունը դարձնում հետաքրքիր։ Պատերազմների հրամանատար, բայց ծառ տնկող մարդ, մարշալ, բայց մի պահ կանգնած Բերդի բնության մեջ, պատմական մեծ անուն, թողած մի շատ պարզ, բայց կենդանի հետ։ Եթե երբևէ այցելեք Տավուշի Բերդ քաղաք, կարող եք այցելել նաև Սորաններ դենդրոպարկ, և այնտեղ այդ կանաչ տարածքում հիշեք այս պատմությունը։ 1976 թվականի հոկտեմբերի 1-ին այստեղ ծառ է տնկել Հովհաննես Բաղրամյանը, հայ ազգի զորահրամանատար, Խորհրդային Միության մարշալ և Խորհրդային Միության կրկնակի հերոս։ Այսօր այդ ծառը մեզ համար կարող է լինել ավելին, քան պարզապես ծառ։ Այն ժամանակի մի փոքրիկ պատարիկ է, մի դրվագ, որը կապում է անցյալը ներկայի հետ։ Բաղրամյանի կյանքի ճանապարհը սկսվեց Չարդախլու գյուղից։ Նա անցավ ռազմական կրթության երկար ճանապարհ, ծառայեց բանակում, պատերազմի տարիներին հասավ բարձրագույն հրամանատարական պաշտոնների, դարձավ մարշալ, և իր կյանքի վերջին տարիներին թողեց նաև մի խաղաղ հետք Հայաստանում։
Այս պատմությունը ցույց է տալիս, որ մեծ պատմությունը երբեմն թաքնված է ոչ միայն հսկայական ճակատամարտերի, այլև մեկ մարդու կատարած փոքրիկ քայլերի մեջ։ Մարդիկ հեռանում են, սերունդները փոխվում են, ժամանակները փոխվում են, բայց որոշ հետքեր շարունակում են մնալ։ Հովհաննես Բաղրամյանի անունը մնաց պատմության էջերում։ Նրա ռազմական ճանապարհը դարձավ 20-րդ դարի հայոց պատմության կարևոր հատվածներից մեկը, բայց Տավուշում նրա հիշատակի ամենատարբեր հետքերից մեկը մի ծառ է։ 1976 թվականին Բերդի Սորաններ դենդրոպարկում տնկված մայրին այսօր մեզ հիշեցնում է մի մարդու մասին, ով անցավ գյուղական մանկությունից մինչև մարշալի բարձրագույն կոչում։ Եվ գուցե հենց սա է այս պատմության ամենագեղեցիկ միտքը։ Մեծ անունները կարող են գրվել գրքերում, հաղթանակները կարող են մտնել պատմության մեջ, հուշարձանները կարող են կանգնել քաղաքներում, բայց երբեմն մարդու թողած ամենատպավորիչ հետքը կարող է լինել պարզապես մի ծառ, որը շարունակում է աճել եւ լուր հիշեցնել անցած ժամանակների մասին։ Սա էր Հովհաննես Բաղրամյանի պատմությունը։ Եթե այս պատմությունը հետաքրքրեց քեզ, բաժանորդագրվիր Հայոց ալիքին։ Այստեղ մենք պատմում ենք հայոց պատմության կարևոր, հետաքրքիր եւ երբեմն քիչ հայտնի էջերը։ Իսկ մեկնաբանություններում գրիր Հովհաննես Բաղրամյանի կյանքի որ փաստն էր քեզ համար ամենահետաքրքիրը։ Եվ եթե ուզում ես հաջորդ տեսանյութում կպատմենք մեկ այլ հայազգի մեծ զորահրամանատարի կյանքի ամբողջ պատմությունը։